Կաթոլիկ եկեղեցու ամենահայտնի սրբերից մեկը ծագումով հայ է։ Առաջարկում եմ այս անչափ հետաքրքիր թեման բացահայտենք միասին։ Սուրբ Վլասը կամ Բլասիոսը ծնվել է 4-րդ դարում Սեբաստիայում։ Վլասը նախքան եկեղեցական դառնալը եղել է բժիշկ, եւ նրա մասին որպես եկեղեցական առաջին հիշատակումը հանդիպում է Եվսեբոս Կեսարացու եկեղեցական պատմություն աշխատության մեջ։ Ըստ ավանդության Բլասիոսը աղոթքի միջոցով խեղդվելուց փրկում է մի երեխայի, ինչից հետո նրան ընդունում են որպես կոկորդի հիվանդությունները բուժող սրբի։ Նրա գործունեությունը համընկնում է Դիոկլետիանոսի եւ Լիցինիոսի հակաքրիստոնեական հալածանքների ժամանակաշրջանի հետ, ինչի արդյունքում 316 թվականին նրան գլխատում են։ Սուրբ Վլասի պաշտամունքը մինչ օրս էլ լայն տարածում ունի։ Նա համարվում է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի գլխավոր պահապան սուրբը։ Սուրբ Վլասի պաշտամունքը 16-րդ դարում իսպանացի եւ պորտուգալացի միսիոներների միջոցով հասել է նաև Լատինական Ամերիկա։ Այսօր Սուրբ Բլասիոսի պաշտամունքը հատկապես տարածված է Բրազիլիայում, Մեքսիկայում, Գվատեմալայում, Պերույում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Արգենտինայում եւ Չիլիում։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր տպավորություններով եւ տարածեք հոլովակը, որ մյուսներն էլ իմանան։